Գնաճը դարձել է երկրի ամենացավոտ թեման։ Ամեն բան թանկացել է, բայց մարդկանց եկամուտներն ու ապրուստի միջոցները նույնն են մնացել։ Թե ինչ են մտածում քաղաքացիները շարունակվող թանկացումների մասին, առաջարկում ենք դիտել Արմատ մեդիայի պատրաստած հարցախույզում։ Թանկացումների մասին ինչ կասեք։ Եթե փորձում ես յուղացուցարնել, գոնե համեմատական կարգով նորմալ է, իսկ եթե վերավաճառողների մոտ կամ սուպերմարկետների մեջ է, դա փարաքյարի այրոպորտի գներն է։ Ամենը թանկացել է, որովհետև վաղ ասենք 100 դրամով ենք առնում, 200 դրամով ես առնում։ Վատ է դա։ Չես կարող հասցնել։ Ինչքան էլ աշխատես, չես կարող հասցնել այդ թանկացումներին։ Բայ բանջարեղենի մասին, այս տարվա մասին խոսք չկա, արդեն պոմիդոր դարձել է 600 դրամ, ես զարմանում եմ, ինչն է, մեր հայկական պայմաններում այդ աստիճանի բանջարեղենի թանկացում դեռ չէր եղել ոչ մի անգամ, շատ դժգոհ ենք, այո, բոլորս է, շատ։ Ներկապային ես իմ տանից եկել եմ որ ստեղից մի քիչ գոնե էժանով բանջարեղեն գնեմ։ Առաջ այդ չուլամբանը որ բացում էինք, իսկականից մեր առաջվա ձևով էլի բոլոր լիքն էր, ձմեռվա պայոքը այդպես հայթայթում էինք, լցնում, որ ձմեռը անհոգ ապրենք, իսկ հիմա դա չկա, շատ քիչ է, այն ժամանակ որ անում էինք, ասենք 20-ը, հիմա անում ենք 5-ը, պահածոները։ Ամբողջ սննդամթերքը թանկացել է, կարագը բավականին լուրջ գներ է դառել, ընտանիքներ կան, որ բան են, որ ասած սննդամթերքը մսեղենի բանի կարոտ են։ Մսամաթերքը թանկ է, Եվրոպայի հավասար գներ է այստեղ, Ամերիկայի, Եվրոպայի հավասար գներ է և անվորակ մսամաթերք։ Ես ինչ հիշում եմ, ես 20 տարի անընդհատ կամաց թանկանում է։ Անենց են թանկացնում, որ մարդ չջոգի, բայց վերջում հաշվում են աշխատավարձը մարդու չի հերիքում։ Բայց դա հիմա էս է կյանքը, ինչ կարաս անես, բողոքես, ումից բողոքես։ Ինչից բողոքես։ Մեկը էս է, մեր կյանքը սա է։